Պարոն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է երեքևս Վարդանանց հրապարակում հայտարարեց, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո Գյումրիում իշխանափոխություն է լինելու, արտահերթ ընտրություններ են լինելու։ Նրա այս հայտարարության հետ կապված որն է ձեր դիրքորոշումը, փաստացի այսպիսի վտանգ կա, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա ժողովրդի ընտրած քաղաքապետը կարող է փոխվել եւ ՔՊ-ի կադրը նշանակվել։ Ասում են նոր իմացակ, հա, այդ մասին, իրանց նպատակների, իրանց մտքերի մասին։ Եթե ձեր մասով նորություններ, ես քաղաքապետի ընտրություններից հետո մինչ օրս մենք գիտենք, մենք այդ ամեն ինչի միջով անցնում ենք եւ լավ գիտենք, որ իշխանությունը չի մարսել Գյումրու ընտրությունները, իշխանությունները, այսպես ասեմ, մնացել են այդ ընտրությունների տակ ու ամեն առիթ օգտագործում են այդ մասին խոսելու։ Փառք ու պատիվ 4 խմբակցություններին, որ կարողացել են այս ընթացքում այդ ընդդիմության հավաքական ընդդիմության հաղթանակը կարողացել են պահեն, իսկ այս ընտրություններից հետո արդեն կտեսնենք։ Մեզ համար դա նորություն չէ, ամբողջ թիմով են խոսել այդ մասին, եւ եթե դուք զարմացել եք, որ հենց Փաշինյանն է երեք խոսել այդ մասին, ինձ համար դա նորմալ է, սովորական է, բայց ընդհանուր առմամբ իհարկե ինքը նորմալ չի։ Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին քարոզարշավի շրջանում գալ Գյումրի քաղաք եւ մատ թափ տալ գյումրեցիների վրա, ահաբեկել գյումրեցիներին, վախեցնել գյումրեցիներին, այդ խոսույթով հեղափոխություն անել Գյումրի քաղաքում տեղական ինքնակառավարման մակարդակով, հասկանալի է, որ այս ամեն ինչը նաև տողատակը մատ թափ տալն էր գյումրեցիների վրա։ Գյումրեցիների մոտ վախի մթնոլորտը տարածելը, որ ուզեք թե չուզեք քաղաքը խլելու ենք, ուզեք թե չուզեք քաղաքը տանելու ենք։ Ով որ զարմացել է, ինչ ասեմ, ով որ նոր է լսե, էլի բան չունեմ ասելու, ով որ հանգարցակի է եկել այս ամեն ինչից, էլի բան չունեմ ասելու, որովհետև իրենք պիտի լավ գիտենային այդ ամեն ինչը, իսկ մենք պատրաստ ենք։ Պարոն Գրիգորյան, դուք ձեր քաղաքական խոսույթում հաճախ ասում եք, որ այո, պետք է Գյումրի երկուսը լինելու է եւ թող իշխանությունները վախենան։ Ձեր կարծիքով ձեր այս հայտարարությունները վախեցնում են իշխանության ներկայացուցիչներին։ Դե այդ հայտարարությունների հետևանքները մենք արդեն տեսնում ենք։ Իմ թիմագիցներից 2 հոգի ձերբակալված են, կալանավորված են եւ հասկանալի է, որ այս ընթացքում իրենք փորձելու են այն խոսույթը, որ ես որտեղ գրել եմ, այն այսպես ասեմ, դուխը, որ ես դրել եմ գործի մեջ, հասկանալի է, որ դա անհանգստություն է պատճառել ու այն քաղաքական խոսույթը, որը կարելի ասել միակը ես եմ, որ հստակ ուղիղ իշխանությունների դեմ խոսում եմ ու ոչ թե իմ խոսույթը նման է ճղճղոցի կամ իմ խոսույթը նման է այնքան որ շուխուռ անելու, ոչ, իմը դա չէ, իմը նա է, որ ես հստակ, կոնկրետ խոսում եմ թեմաներից, խոսում եմ առանց ավելորդ էմոցիաներ տնելու այդ ամեն ինչի մեջը եւ խոսում եմ ամենակարևորը գյումրեցիներին հասանելի ու հասկանալի լեզվով։ Ու հստակ ներկայացում է, որ քաղաքը մինչ օրս ունի հազարավոր խնդիրներ, 18 թվականին իշխանափոխություն է արել ժողովուրդը, այդ թվում նաեւ գյումրեցիները, որբիսի այն թվարկված մատնանշած 30 տարվա խնդիրները, որ պիտի գային լուծեին այս իշխանությունները արդեն 8 տարի որպես կենտրոնական իշխանություն աշխատում են, որպես կառավարություն աշխատում են, եւ մեծ հաշվով նաեւ Գյումրի քաղաքում որպես իշխանություն ունեցած կառավարություն, քաղաքը անդերության է մատնված եղել։ Եվ ի ուրախություն ինձ երեք այդ ինքնախոստովանությունը եղավ։
եւ գյումրեցիները տեսան, որ այո, իրականության մեջ Գյումրին եղել է այս 8 տարիների ընթացքում անտեսված։ Հիմա խոսք են տալիս, որ սրանից հետո տեր են կանգնելու Գյումրիին, նախ առաջի հերթին պիտի արձանագրվի, գյումրեցին պիտի արձանագրե, որ 8 տարի անտեսված է եղել։ 8 տարի այն, որ ես ասում էի, քեն են քշում գյումրեցու հետ։ Գյումրեցուն պատժում են իր ընտրության համար, երեք մենք տեսանք, որ դա իրականություն է, ու այսօր արդեն պիտի խոսենք այն մասին, թե ինչը չի արվել։ Ինչը չի արվել, ինչու չի արվել արդեն լսեցինք, երեք մենք հրապարակում ելույթի մեջ լսեցինք, որ չի արվել, մնացածը մենք արդեն կասենք, որը ոնց պիտի արվի Գյումրի քաղաքում։ Պարոն Գրիգորյան, իրենց երեկվա ելույթներից արդյոք տպավորություն ստացաք, որ իշխանությունը ցայտնոտի մեջ էր, որովհետև ի վերջո այդքան փորձերից հետո նրանց չհաջողվեց մարդաշատ իրենց պատկերացրած այդ մարդկանց այդ մարդաշատությունն ապահովել հրապարակում։ Նայեք, քարոզարշավ է։ Ամեն մարդ իր ձևաչափով փորձում է կազմակերպել ընտրությունները։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս իշխանություններին որոշակի չափով հաջողվեց ցույց տալ ոչ թե գյումրեցիներին, գյումրեցին գիտի դա ինչ հրապարակ էր։ Գյումրեցին գիտի թե ոնց այդ հրապարակը հավաքվեց, բայց այս իշխանությունների մոտ հաջողվեց մի բան, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությանը, ովքեր որ Սյունիքում, Գեղարքունիքում, մյուս մարզերում նստած են եւ չգիտեն Գյումրի քաղաքում ինչ է կատարվում, մարդիկ տեսան մարտաշատ Գյումրի, տեսան մարտաշատ հրապարակ, տեսան ողջույններ, տեսան ողջավորություն, երկ, պար, բեմի վրա նմանատիպ բաներ տեսան եւ տպավորություն ամենայն դեպս քարոզչական առումով իրենց մոտ ստացվեց, որ ցույց տան Հայաստանով, որ տեսեք մեր վիճակը այնքան էլ վատ չէ Գյումրի քաղաքում։ Այդ առումով նորմալ է, բայց Գյումրուն դա ինչ տվավ, գյումրեցու մոտ դա բան փոխեց թե չէ, հասկանալի է, չէ, եթե գյումրեցին տունը նստած է ու գյումրեցին չի մասնակցում ու տեսնում է այդքան մարդ այնտեղ գյումրեցիների անվան տակ հրապարակը մարտաշատ է, դե գյումրեցին այդ ամեն ինչից հետևություն անում է։ Իսկ քարոզչական առումով արտարացված է, հրապարակ է, ապահովել են, հրապարակ է, այդ մասային ցույց են տալիս եւ իրենց ընդանուր գլոբալ քարոզչությունը անում են, այդ առումով ստացված է։ Իսկ ձեր կարծիքով ինչու է, որ այսպես ուշադրությունը կենտրոնացած է հենց Գյումրու վրա։ Նայեք, բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունները, կարելի ասել առանց բացառության, փորձել են Գյումրեցու այն կողը, որ ասում են Գյումրեցին կող ունի, չէ, փորձել են այդ Գյումրեցու կողը կոտրել, փորձել են ցույց տալ, որ իշխանությունից հզոր չլինեք, իշխանական միջոցների դեմ չեք կարողանալու կանգնել, եթե իշխանական մեխանիզմը փորձեց աշխատել ձեր դեմ։ Նաև չի հաջողվել այս իշխանություններին ու չի հաջողվելու նաև հաջորդ իշխանությանը։ Հունիսի 7-ից հետո եկող իշխանությունն էլ պիտի իր ականջին օղանի ու լավ գիտակցի ու հասկանա, որ գյումրեցիների հետ ուժի լեզվով, վախեցնելու լեզվով, կարող է այսօր վախեցնես, կարող է այսօր մարդը կաշկանդվի, կարող է վախի, ակնկալիքի, շահի, այդ ամեն ինչի արդյունքում մարդը որոշի հեռանալ իր սկզբունքներից, մարդը վախի մթնոլորտում հեռու կանգնի այն սկզբունքներից, որը որ իր ներքին այդ զգացողության մեջը կա։ Այդ ճնշումների արդյունքում կարող է մարդը փորձի դրան գնալ, բայց գյումրեցին միշտ անկանխատեսելի է եղել։ Եվ գյումրեցիների վրա հաշվարկ անելը միշտ անշնորհակալ գործ է եղել։ Եվ ես կարծում եմ, որ այն ինչ մեկ տարի առաջ գյումրեցին ցույց տվավ, գյումրեցին նաև պատրաստ է հիմա այդ ամեն ինչը ցույց տալու, որովհետև
մեծ հաշվով գլոբալ առումով բան չի փոխվել Գյումրեցու մոտ։ Գյումրեցու կյանքում այս 1 տարվա ընթացքում այս իշխանությունները մի հրաշք բան չեն արել Գյումրեցու համար, որ 1 տարվա ընթացքում Գյումրեցին հասկանար, որ վայ, այս իշխանություններին պիտի ընտրենք, ինչի հաշվին պիտի բան փոխված լիներ։ Փոխարենը տեսանք իրենց ընտրած քաղաքապետին կալանավորեցին, սրբազանն է կալանքի մեջ, արդյոք այս ամեն ինչը կնպաստի Մեր նկատմամբ 1 տարի շարունակ ճնշումները գնում են եւ 1 տարի շարունակ պայքարում ենք այդ ճնշումների տակ, չենք հանձնվում եւ քանի չես հանձնվում, այնքան ավելի շատ ագրեսիան եւ ճնշումը մեծանում է քո նկատմամբ։ Այդ ամեն ինչը Գյումրեցին տեսել է, այդ ամեն ինչը Գյումրեցին հասկացել է եւ այն ինչ որ անում են, այդ ոչ քաղաքապետին են անում, ոչ ինձ են անում, ոչ սրբազանին են անում, ոչ եկեղեցուն են անում, այդ ամեն ինչը անում են ուղիղ գյումրեցիների դեմ։ Այդ ամեն ինչը ոչ թե հաշվեհարդար են տեսնում մեր նկատմամբ, ովքեր որ կարողացել են մոբիլիզացնել գյումրեցիներին ու ճիշտ ուղղորդել ու այս իշխանություններին հաղթել, այլ այդ ամեն ինչը անում են այն մարդկանց դեմ, ում միջոցով որ մենք այդ ամեն ինչը հաջողել ենք։ Մենք մեզանով ոչ մի բան չենք կարող անել։ Եթե գյումրեցիները մեզ չվստահեին, եթե գյումրեցիները չկանգնեին մեր կողքին, հասկանալի էր, որ այդ հաջողությունը չէր լինելու։ Այնպես որ սիրելի գյումրեցիներ, սա ուղիղ պատասխան է ձեզ։ Այս ճնշումները ուղղված են ուղիղ ձեր դեմ։ Յուրաքանչյուր գյումրեցի, երբ որ տեսնում է Գյումրիում այս 1 տարի ինչ է կատարվում, պիտի հասկանա, որ սա ոչ թե Գրիգորյան Մարտունի նկատմամբ ճնշում է, կամ սրբազանի նկատմամբ ճնշում է, այլ պիտի հասկանան, որ սա ուղիղ ճնշում է Գյումրեցու դեմ։ Սա ուղիղ ճնշում է Արցախ թաղամասի բնակիչների դեմ։ Սա ուղիղ վերաբերմունք է Սլաբոդկա թաղամասի բնակիչների նկատմամբ։ Սա ուղիղ վերաբերմունք է հոգևորականների նկատմամբ, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Եվ չթվարկեմ այդպես շարունակ, ուղիղ վերաբերվում է կոնկրետ ընտրողին։ Հենց այն մեկ ընտրողին, որից որ կախված է այս ամեն ինչը։ Առանձին հատիկ այդ ընտրողներին են իրանք բան ասում ու բան հասկացնում։ Ես կարծում եմ, որ գյումրեցին խոհեմ է, գյումրեցին այդ ամեն ինչը լավ տեսնում է, գիտակցում է ու պատասխանը չի ուշանալու։ Պարոն Գրիգորյան, թեև ՏԻՄ ընտրություններից հետո, երբ Վարդան Ղուկասյանին օգնեցիք, որպեսզի դառնա քաղաքապետ, չնայած որոշակի ժամանակ հետո ձեր շատ քննադատեցին, մինչև օրս էլ ամենաբարձր մակարդակով Փաշինյանի թիմակիցները ձեզ մեղադրում են, ասում են խաբել եք ժողովրդին, Ղուկասյանին դարձրել եք քաղաքապետ, ձեր ընտանիքի, ձեր մերձավորների նկատմամբ բռնաճնշումներ կան, ձերբակալվածներ կան ձեր թիմից, արդյոք այս ամեն ինչին, երբ որ հետադարձ հայացք եք գցում, արդյոք փոշմանել եք ձեր այդ կայացրած որոշման համար։ Ուրեմն բացարձակ փոշմանելու բան չունեմ, քանի որ ես ապրիլի 3-ին հստակ հայտարարություն եմ տարածել եւ հայտարարությանս տեքստի մեջը բառ առ բառ, տող առ տող, ինչ որ ասել եմ, ցավոք սրտի իրականություն է դարձել եւ ես մնում եմ նորից նույն կարծիքին։ Կոնկրետ քաղաքապետի ընտրության վերաբերյալ քաղաքապետի նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքի հետ կապված ես ասել եմ մարդը պայտրությամբ նեղության մեջ է եւ իմ դաստիարակությունը ես այդ դաստիարակությունն եմ ստացել, որ եթե մարդը նեղության մեջ է կամ փորձության մեջ է, այդ մարդու մասին կամ պիտի լավ ասես կամ ոչինչ։ Ես այս պայտրությամբ գերադասում եմ ոչինչ չասել։ Քանի որ սկզբունքային եմ այդ հարցում եւ համոզմունքներս մինչեւ վերջ մնացել են նույնը, բացարձակ ոչ մի բան չի փոխվել։ Իսկ ինչ մնում է այդ մանիպուլյացիաները, որ ասեցիր, խաբեցիր կամ չգիտեմ ինչ, այդ հասկանալի է։ ԿՊԱ-կան բաներ են, որ տրված է շրջանառության մեջ, քանի որ տեսնում են ինչ անում են։ Այս գյումրեցիները այս տղուց չեն հիասթափվում։
այս մարդու նկատմամբ ինչ անում են գյումրեցիները ավելի ջիգարով, ավելի մարդկային, ավելի լավ, ավելի ճիշտ մոդեցումը ընդունելություն են ցույց տալիս, հասկանալի է, այս մարդիկ գնալով ավելի ագրեսիվնի են դառնում, քանի որ չի ստացվում այն, որ կարողանան հիասթափեցնել գյումրեցիներին պոկել ինձանից, ինձ պոկել գյումրեցիներից ու Գյումրուց։ Այս առումով իրանց մոտ չի ստացվում եւ այդպես է պիտի լիներ, իրանք ի սկզբանե պիտի հասկանային, որ այդ հարգանքը, այդ սերը, այդ վերաբերմունքը, այդ մոդեցումը, որ գյումրեցին իմ նկատմամբ ցույց է տալիս, այդ իրենցպես պատահական չէ։ Իրենցպես չի, որ իր թիմագիստները այսօր բոլորս գիտենք, չէ՞, իրենք որ կան որպես կերպար այս մարզի մեջը, որպես ֆիգուր, բոլորը, անխտիր բոլորը, որ կան գոյություն ունին, դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանի է։ Նիկոլ Փաշինյանի շողքն է, որ իրենց վրա ընկնում է եւ իրենք որպես քաղաքի մեջը մարդիկ կարող են քաղաք դուրս գալ եւ ինչ որ բաներ խոսել, ինչ որ բաներ անել։ Այդ անժխտելի փաստ է։ Բացարձակ Փաշինյանի հեղինակության շնորհիվ է։ Ես դա լավ հասկանում եմ, գիտակցում եմ, ընդունում եմ, որ մարդիկ գոյություն չունեցող մարդիկ Գյումրի քաղաքում եթե կդառնան ֆիգուրներ, չագեշտավոր հեղինակություններ, այդ ամեն ինչը իրենք թող այդպես իրանց օտերի մեջ, ամբերի մեջ, որ ման են գալիս այդ կարգավիճակով, իրանք պիտի գիտենան, որ այդ Փաշինյան Նիկոլի շնորհիվ է ու իր շողքն է, որ ինքը Երևանում է, բայց ամեն դեպքում շողքը այստեղ է, այդ հասկանալի է։ Իսկ Գրիգորյան Մարդունի պարագայում նմանատիպ բան չկա։ Գրիգորյան Մարդունը 20 տարի քաղաքականության մեջ է, Գրիգորյան Մարդունը իր ճանապարհը անցնում է ու ասեմ բավականին դժվար ու ծանր ճանապարհ է անցել։ Ու յուրաքանչյուր գյումրեցի գիտի, որ Գրիգորյան Մարդունը այս քաղաքական process-ների մեջ իր անունով ու իր անձով օգտակար է լինում ու իր հետևից այդ կուսակցություններին, քանի որ այսօրվա դրությամբ ընդրությունները առաջվա պես չէ, որ մեծամասնականով դնենք ու տեսնենք ով ինչ հեղինակություն ունի, ով իշքան ձայն ունի կոնկրետ Գյումրի քաղաքում, մենք այս օրենքով պայմանավորված ստիպված ենք ընդրությունների մասնակցել կուսակցություններով ու բոլորը գիտեն Գյումրիում որ դուրս գա Գյումրիում հարցնեք, բոլորը գիտեն որ Գրիգորյան Մարդունը որ մասնակցում է ընդրություններին ու կուսակցություն պիտի լինի որ կարողանաս ընդրություններին մասնակցես, Գրիգորյան Մարդունը իր հետևից ձայները տանում է դեպի տվյալ կուսակցությունը։ Տարբերությունը իմ ու մյուսների այդ է, որ ես իմ անձով պայմանավորված եմ այդ ամեն ինչը անում, որովհետև ես իմ թիկունքում անցած հսկայական ճանապարհ ունիմ, հսկայական աշխատանք ունիմ տարած Գյումրի քաղաքում ու ես այն ճանապարհն եմ անցել, որ պետք չի այդ մասին շատ խոսել։ Իմ անցած ճանապարհը այդ մասին ավելի շատ է խոսում, քան որ ես փորձեմ այդ ամեն ինչը ներկայացնեմ։ Իսկ եթե այս հարցազրույցից հետո մարդկանց մոտ կասկած կամ չգիտեմ ինչ է առաջ գալու, թե օրինակ ինչ կարող են մտնել իմ Facebook-յան էջը, իմ սոցիալական էջերը եւ տեսնեն իմ թիկունքում ունեցած հսկայական թե պարլամենտական, թե սոցիալական, թե մարդկային բարեգործական ու գյուղատնտեսության ոլորտի, որտեղ որ եղել եմ 5 տարի հանձնաժողովի նախագահ եւ 5 տարի 10 մարզերի գյուղատնտեսական բոլոր թեմաներում ամենաակտիվ հանձնաժողովն է եղել, չլինելով մասնագիտությամբ գյուղատնտես։ Այնպես որ այդ անցած ճանապարհը ես կարծում եմ հենց այնպես չի գնալու կորի։ Այդ անցած ճանապարհը քրեական գործերով, բանդարգելով է չի կարելի փակել, չի կարելի ծածկել։ Կարելի է ժամանակավոր լռեցնել, բայց մոռացնել ես կարծում եմ դա անհնար է։ Որպես ամփոփում, պարոն Գրիգորյան, ինչ է կանելու հունիսի 8-ին։ Ինչ եմ անելու հունիսի 8-ին։ Ոնց որ քաղաքապետի ընտրություններից հետո
քաղաքապետարանի ձևավորվելուց հետո միանգամից լծվել եմ քաղաքի խնդիրներով զբաղվելուն, թաղ առ թաղ շրջել եմ, բոլոր ոլորտները ուսումնասիրել եմ թիմիս հետ միասին, ավագանու անդամներիս հետ միասին, մանկապարտեզներով, սպորտ դպրոցներով, թանգարաններով, գրադարաններով, բոլոր տեղերը, մի երկու ոլորտ է բաց է մնացել, ետել եմ լրացնելու, նույն ձևի շարունակելու եմ գյուղ առ գյուղ շրջել, քաղաքի բոլոր թաղերով շրջել, բոլոր խնդիրները մեր մոտ գույկագրել ու շատ բուռն ու ակտիվ պարլամենտական գործունեություն ձևավորել, որը ես կարծում եմ Շիրակի մարզում իմ չափ պարլամենտական աշխատանքի փորձ, պարլամենտական աշխատանքի ուղնուցուցը տիրապետող մարդ այս պայմանությամբ գոնե մարզի թեկնածուների մեջ չկա ու ես այդ փորձը նաև մեծ սիրով փոխանցելու եմ Գյումրուց ընտրված, եթե ընտրվին մեր գյումրեցիներից, նաև փոխանցելու եմ մեր ընկերներին եւ մեր ընկերների հետ միասին փորձելու ենք մարզի քաղաքի խնդիրները վերհանենք ու այնտեղ կռիվ տանք։ Տեսեք, նախկինում ոչ էս 18-ից հետո, 18-ից առաջ լավ ավանդույթ ունենք ձևավորած։ Կապ չուներ, որս էինք ընդդիմադիր, ունեինք պատգամավորներ, մի քանի պատգամավորներ էինք տարբեր թիմերից, քաղաքական թիմերից, եթե հարցը վերաբերվում էր Գյումրուն, ընդդիմադիր էր, թե իշխանական էր, կապ չուներ։ Կար համագործակցություն, հանուն քաղաքի համագործակցություն։ Իսկ այսօր կա հանուն կուսակցական շահի թշնամություն, որը ինձ համար մեծ ցավ է։ Ու ցավ է, որ չես կարող այս միջավայրը, այս կեղտոտ միջավայրը, այս վատ միջավայրը ինչ որ ձևավորվել է, այդ միջավայրի մեջ, այդ տրամադրությունների մեջ քաղաքի ու մարզի շահերը համախմբված Երևանում ներկայացնել ու փորձել լուծումներ բերել։ Դրա համար է 8 տարի Գյումրին անդերության է մատնված եղել։ Բայց հունիսի 7-ից հետո ամեն ինչ անելու ենք, որ ուղենք այդ ամեն ինչը ու համոզված եմ դա իմ մոտ ստացվելու է։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան։ Ես եմ շնորհակալ։